Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube ալիքի ուղիղ եթերում մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 10-րդ տուրի երկրորդ խաղային օրը, երկուշաբթի օրը մեզ մոտ անցավ առանց հանդիպումների եւ 3 մեկնարկեց 10-րդ տուրը, հիմա շարունակվում է եւ այսօրվա առաջին հանդիպումը Պորտու Ռեալ Մադրիդ, Պորտուն այն թիմերից մեկն է, ով վաղուց արդեն ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում եւ Պորտուն հիմա պարզապես մարզավիճակ է պահպանում։ Պորտուն բնականաբար միջև եզրափակիչ գնալու ցանկություն ունի եւ ամբողջությամբ իրատեսական է դա եւ լիգայի փուլում գրեթե կասկած չկար, որ ապահովելու են այստեղ միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիրը, բայց շատ կարեւոր հարց կա, թե վերջնական ինչ տեսք կստանա ամեն դեպքում մրցաշարային աղյուսակը, քանի որ կենտ տեղեր զբաղեցրած թիմերը առաջին, երրորդ, հինգերորդ մի խոսքով այդպես միմյանց հետ են մրցելու, այսինքն ոչ թե 1/8 եզրափակիչում, այլ նույն անկյունում են ընդգրկված լինելու եւ միջև եզրափակիչ հանդիպելու են պարտադիր միմյանց։ Ենթադրենք, եթե առաջին տեղում լինի օրինակ Մանչեսթեր Սիթին, իսկ Պորտուն լինի երրորդ տեղում, ապա այդ թիմերը չեն կարող եզրափակիչում հանդիպել միմյանց։ Այսպես թե այնպես նրանցից մեկը միջև եզրափակիչ լքելու է մրցաշարը։ Դա էլ է կարևոր հասկանալ իհարկե, բայց ամեն դեպքում դրանք հաշվարկներ են, որոնք հիմա չէ որ պետք է կատարենք եւ հիմա պետք չէ խոսել այդ մասին։ Առայժմ սպասենք, այնտեղ Ատլետիկոյի գործոնն էլ կա, կախված ինչպես կխաղա Յուվենտուսի հետ, վերջին 10-րդ տուրի հանդիպումը ինչպես կանցկացնի։ Հնչում է մրցավարի սուլիչը բարեկամներ, մեկնարկած է հանդիպումը Պորտու Ռեալ Մադրիդ, սա թիմերի համար միջև հաջորդ փուլ վերջին հանդիպումն է արդեն 10-րդ տուրի շրջանակում։ Տեսնենք այս խաղը ինչպես կստացվի։ Արիբյանն է ձախ եզրում գնդակով հետևեց փոխանցում դեպի Չեկոյանը արդեն կենտրոն, վերջինս գլորում է գնդակը Թովմասյանի ուղղությամբ աչի եզր, բայց այստեղ չստացվեց պայել գնդակը, արված դարպասից է լինելու։ Կրճան գնդակը խաղի մեջ է, փոխանցում դեպի ձախ եզր, իդեպ այս խաղի մեկնարկից առաջ կարճ զրույց ունեցա դարպասապա Մարգարյանի հետ Պորտուի Եվ հիմա հետևենք այս փորձին կախեց գնդակը Մուսախանյանը, բայց հորիզոնական դարպասաձողին է։ Գնդակը դիպչում այստեղ եւ ուրախալի լուր կա երկու շաբաթից Մարգարյանն արդեն պատրաստ կլինի շարք վերադառնալուն, բնականաբար նա Պորտուի համար միայն որակապես չէ, իհարկե կարևոր դարպասապա եւ առաջին համարն է, թեպետ Մկրտչյանն էլ իհարկե թոփ դարպասապաներից է սիրողական լիգաներում, դա նորություն չէ։ Մկրտչյանի շատերը գիտեն իհարկե եւ իսկապես նրա խաղը ԱՄՖ-ում հատկապես շատ լավ է ստացվում, բայց ամեն դեպքում Մուսախանյան այստեղ արված ու Գալստյանը կարողացավ սա էլ այդ մղել երկրորդ փորձը Դավիթ Մուսախանյանի, իրարից տարբեր երկու արված տեսանք Պորտուի արձակվողից սկզբում կախեց գնդակը դարպասապայի վրա, իսկ այստեղ միջին տարածությունից դեպի անկյուն բարդ էր, բայց Գալստյանը կարողացավ այս փորձը հետ մղել, երկրորդի դեպքում ոչինչ չէր կարող անել, պարզապես ինչպես մենք բոլորս հետևեցինք մեն հայացքով գնդակի ընթացքին։ Փոխանցում դեպի ձախ եզր Ավետիսյանը փորձեց առաջ շարժվել եւ դարպասապա Մկրտչյանը տիրում է գնդակին։ Իրականում բարեկամներ, ես ցանկանում եմ այսպես նախապես տեղյակ պահել եւ դուք էլ դա շատ լավ գիտեք, կարծում եմ եւ հասկանում եք, որ արդեն հաջորդիվ մենք լրիվ այլ ֆուտբոլ ենք տեսնելու, կարծում եմ կտրականապես տարբերվելու է թիմերի խաղացած խաղը միջև լիգայի փուլի ավարտը եւ դրանից հետո հիմա վտանգավոր փորձելու կյան չգիտես աչի եզրից անկյունային կլինի։ Գիտեք, որ միշտ փլեյօֆի այդ ձևաչափը եւ այդ երկխաղանի դիմակայությունները տարբերվել են իրենց բնույթով, երբեք չես կարող համեմատել հերթական տուրի հանդիպման հետ, այնտեղ լրիվ այլ հոգեբանություն է, այնտեղ հաշվարկներ են, իսկ այստեղ որպես այդպեսին այդ հաշվարկները չկան։ Ավելի հանգիստ են թիմերն իհարկե հատկապես մեր ձևաչափով։ Հիմա այս գրոյից հետո Արիբյանը հասցրեց հարվածել, բայց շեղ է ստացվում։ Այս փորձը հատկապես մեր ձևաչափով ինչով է տարբերվում, քանի որ բոլորը շանս ունեն առաջ գնալու, եթե 1-ից 8-րդ տեղերը չես զբաղեցրել, ապա միևնույն է play-in-ի հանդիպումներ են նախատեսված, այնպես որ այդ թիմերի համար եւս շանս կա։ Այսինքն այդ հանգստությունը, այդ չունենալու մրցաշարից դուրս մնալու լարվածությունը ամենայն դեպս միջև play-in կա եւ այդ առումով թիմերը առավել հանգիստ են, բայց հաջորդիվ արդեն լրիվ այլ ֆուտբոլ է ընթանալու, բնականաբար այստեղ հսկաներ կան եւ իսկապես մենք լուրջ պայքար տեսնելու ենք, հետաքրքիր շատ ու շատ դիմակայություններ կան, Սարգսյան հաջող գործեց այստեղ, փոխանցում դեպի Բաբայանը, եւս մեկ փոխանցում էլ տեսանք այս անգամ Մուսախանյանից, բայց Վալերի Բաբայանին չհասավ գնդակը եւ Ռեալն է փորձում գնալ առաջ, ամեն դեպքում այս փոխանցումը
չստացվեց ներողություն եւ արված դարպասից կլինի բարեկամներ ինձ մոտ հավելված այդ կապված որոշակի խնդիրներ առաջացել դրա համար հայտարարությունները սկզբում չներկայացրեցի եւ հիմա ամեն դեպքում կփորձեմ փոքր անդրադարձ կատարել Սևակ Գալստյանը Ռեալի դարպասն է պաշտպանում համար 13 Էդգար Բարսեղյան 16, Արտաշես Թովմասյանը 7 համարով է հանդես գալիս, նա Ռեալի ավակն է, Դմիտրի Լուկյանչի 2, Սարգիս Կիրազյան համար 15, Արթուր Ղարիբյան 4, Տիգրան Մխիթարյան 22, Տիգրան Շեկոյան 5, Վովա Պողոսյան 3 եւ Ալեքս Ռուբենյան համար 9։ Հայկ Մկրտչյանը պաշտպանում է Պորտուի դարպաս համար 12, Անդրանիկ Ադամյան 5, Կարեն Ավետիսյան 6, Վալերի Բաբայան 8, Հարություն Թորոսյան համար 4, նա թիմի ավակն է, Սևակ Մանուչարյան 9, Դավիթ Մուսախանյան համար 7 եւ Մաքսիմ Սարգսյան համար 1, բայց Սարգսյանը դարպասապա չէ, իհարկե առաջին համարով նա դաշտում որպես պաշտպան է հանդես գալիս աչի եզրում։ Բաբայան ուղարկեց գնդակը Ադամյանին Արտաշես Թովմասյան փոխանցում դեպի կենտրոն, հետևում ենք Ռեալի գրոյին Թորոսյան ներողություն փոխանցում դեպի Վալերի Բաբայանը, բայց Պողոսյանն այստեղ փորձեց խլում կատարել, ամեն դեպքում աչի եզր ուղարկեց գնդակը, երևի թե Բաբայանն էլ սա կաներ, եթե առաջինը հասներ գնդակին եւ Սարգսյանն աչի եզրում է, բայց Պողոսյանն այստեղ էլ աշխատեց գնդակը Պորտուինն է Աչի եզրում է գնդակը Ադամյան, հերվից փորձ փակված է գնդակի ճանապարհն այստեղ Մխիթարյանը փորձեց առաջ ուղարկել գնդակ Ավետիսյանն է հաջող գործում այս դրվագում Դեպի ձախ եզր Մուսախանյան թողեց գնդակը Ավետիսյանին Անդրանիկ Ադամյան ուղարկում է գնդակը աչի եզր Սարգսյանի ուղղությամբ Աչի եզրից հետևեց փոխանցում ու անկյունային կլինի Պորտուի ֆուտբոլիստներն իրացնելու ստանդարտ Հետևեց փոխանցում հեռացված է գնդակ անկյունային կլինի Մեկ փոխանցում ենք տեսնում եւ գլխով արված ու բացվում է այս հանդիպման հաշիվը Մաքս Սարգսյանն այստեղ երկրորդ հարկում շատ հաջող գործեց եւ խփում է դիմակայության առաջին գնդակը փոխանցումը իհարկե վատը չէր բայց Սարգսյանը շատ լուրջ պայքարի գնաց այստեղ եւ Գալստյանով դուրս էր եկել դարպասի շահացրեց գնդակի նպել եւ Սարգսյանի օթապարիկ այս հարվածը գլխով ավարտվում է գոլով ու Պորտուն բացում է այս հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին Խաղարկում է գնդակը Ռեալ Մադրիդը Շեկոյան Փոխանցում դեպի կենտրոն Լուկյանչիկ անդրադարձ այստեղ Անդրանիկ Ադամյան ձախ եզրում տիրեց գնդակին եւ հետ փոխանցում դեպի Ավետիսյանը եւս մեկ փոխանցում Անդրանիկ Ադամյան թողնում է գնդակը Անկերոջը եւ փոխանցում դեպի Թորոսյանը Պորտուի ավակը կենտրոնով գնդակը առաջ է ուղարկում Վալերի Բաբայան, բայց Ղարիբյանն այստեղ հեռացրեց եւ Պողոսյանն հեռացնում գնդակը Թորոսյան Օսեսյան փոխանցում դեպի Բաբայան, իդեպ Օսեսյանը եթե չեմ սխալվում իր առաջին հանդիպումն է այս մրցաշրջանում անցկացնում Մուսախանյան արված եւ Գալստյանը տիրում է գնդակին Նետում դարպասապայի կողմից դեպի Ձախ եզր Շեկոյանի ուղղությամբ Պորտուն այս մրցաշրջանում ընդամենը մեկ պարտություն ունի եւ դա էլ Մանչեսթեր Սիթիի հետ խաղում էր մնացած բոլոր խաղերում Պորտուն միջև այս առայժմ հաղթել է ունի 9 հաղթանակ եւ 8 հաղթանակ ներողություն եւ ընթացիկ այս բային կա հաղթանակ իհարկե քանի որ առավելության են հասել հիմա Ռեալի դեմ կարողացել են խփել առաջին գնդակը Ղարիբյան պայել է գնդակն իր մոտ լավ վիճակագրությամբ կարող է ավարտել լիգայի փուլը Պորտուն իհարկե ընդամենը մեկ պարտություն
Վտանգավոր փորձ է, բայց ունենք անպարտելի թիմեր իհարկե, առաջնությունում ամեն դեպքում ընդ որում 3 անպարտելի թիմ, Բաբայան շարժում է առաջ, ուխանցում դեպի ձախ եզր, Սախանյան և անդրադարձ անկյունային կլինի։ Եվ կա մրցավարի Սուլիչը, ձախ եզրից Մուսախանյանը խաղարկեց գնդակ, Անդրանիկ Ադամյան դեպի Մուսախանյանը, տեսնում ենք օդային փոխանցում, անդրադարձ և ձախ եզրից անկյունային նորից կլինի։ Անպարտելի թիմերի մասին իհարկե Ատլետիկո, Մանչեսթեր Սիթի և Դինամո, շատ հետաքրքիր է, որ Դինամոն է այն 3 թիմերից մեկով մինչև 10-րդ տուր պարտություն չունի։ Հետևեց օդային փոխանցում այստեղ, հիմա էլ Թորոսյանը փորձեց հարվածել, բաց թողեց գնդակը և Ադամյանը այնտեղ առաջներ չէր սպասում, որ գնդակը կհասնի նրան, ենթադրյալ նաև չհասցրեց հարվածել, քանի որ չէր սպասում, որ Թորոսյանը բաց կթողնի։ Այստեղ գնդակը Մուսախանյանն է։ Ձախ եզրում խլեցին գնդակը ամեն դեպքում, փորձում են առաջ շարժվել Ռեալի ֆուտբոլիստները, չստացվեց և գնդակը Պորտուի դարպասապա Մկրտչյանի մոտ է, աջ եզրում վերջինս ուղարկեց դեպի Մովսեսյանը, ձախ եզր գնդակը, բայց Պորտուն նաև շատ լավ վիճակագրություն ունի խփած գոլերի առումով, օրինակ երկրորդ տեղում են ամենաշատ գոլերի ցուցակում Պորտուի ներկայացուցիչները, երկրորդ տեղում 51 խփած գնդակ ունի, Պորտուն այս մրցաշրջանում լիգայի փուլում այդքան խփել են, ավելի շատ ունի միայն Մանչեսթեր Սիթին 66 գնդակ, բայց Սիթին նաև քիչ է բաց թողել, անհամեմատ 8 գնդակ է Սիթին բաց թողել, Պորտուն 11-ը, այս վիճակագրությամբ հեռացված է գնդակ, այս վիճակագրությամբ իհարկե լավագույնը չէ Պորտուն բնականաբար, խոսքը քիչ բաց թողնելու մասին, օրինակ Մոնակոն էլ է ներողություն քիչ գոլեր բաց թողել, ընդամենը ոչ ներողություն Մոնակոյի մասին չէր խոսքը, Ատլետիկոն 7 բաց թողած գնդակ, երկրորդ տեղում էլ Սիթին է։ Մի խոսքով շատ ուժեղ թիմ էր և ինչպես ակնկալվում էր ֆավորիտները ապացուցեցին, որ իսկապես ամենայն դեպս այս անցած 10 տուրերում կամ 9 տուրերում, այս հաշվով վերջին տուրը շատ բան չի փոխելու կարծիքի առումով, որ նրանք ընդգծված գլխավոր ֆավորիտներն են, բայց ինչ են պատրաստել մնացած թիմերը, սովորաբար նմանատիպ մրցաշարերում մեկ անակնկալ գոնե լինում է, և տեսնենք ով է այդ անակնկալը լինելու։ Չեմ ցանկանում դեռ շտապել, լիգայի փուլի մասով կարող եմ ասել Դինամո, բայց թող գա 1/8 եզրափակիչ և դրանից հետո կհասկանանք, որքանով է այդ ճանապարհը շարունակվում։ Լիգայի փուլը չէի ցանկանա այդ անակնկալի համար որոշիչ համարել, Թորոսյանն և Մկրտչյանն էր այստեղ դուրս եկել իր տեղից, Թորոսյանը երևի թե անակնկալի բերելու համար ինքը հպվեց գնդակին և եզրից Ռեալն է նետելու դեպի Տուգանային հրապարակ, բայց հիմա է արդեն Մկրտչյանը տիրում գնդակին դարպասապա, ուղարկեց ձախ եզր, Հարիբյան, գալիս է գնդակը Թովմասյանին, աջ եզր և այստեղ դարպասապա Մկրտչյանը իհարկե կտիրի գնդակին։ Թորոսյան ներողություն դարպասապայից ստացավ փոխանցումը և աջ եզրում է արդեն կատարեց օդային փոխանցում, առաջ հեռացված է այստեղ գնդակը Շեկոյան, կենտրոն ուղարկեց Լուկյանչիկ դեպի ձախ եզր և Բաբայանը հաջող խլում է կատարում այստեղ և աջ եզրով ուղարկում գնդակը Սարգսյանին, Թորոսյան, պաշտպանը գլորեց գնդակը աջ եզր, Բաբայանից փոխանցում կենտրոնով առաջ, պաշտպանը հեռացրեց գնդակն այստեղ Մաքս Սարգսյան և Արսեղյանից փոխանցում առաջ, վտանգավոր փորձեր և իրական գոլային հնարավորություններ, սա չստացվեց Ռեալի համար։
Խաղարկեց գնդակը։ Պորտուն Բաբայան փոխանցում դեպի ձախ եզր Ավետիսյան ուղարկում է գնդակը։ Անդրանիկ Ադամյանին եւ վերջինը շարժում է առաջ։ Ադամյան գնաց կենտրոն, ասցրեց փոխանցում էլ կատարել այստեղ, բայց Թովմասյանը սահանկումը փորձեց խանգարել մրցակցին եւ 11 մետրանոց Ռեալի դարպասին բարեկամներ։ Այստեղ որքան էլ թվացյալ հաջող պաշտպանվեց Ռեալը, բայց ստացվեց խուսափել մեծ վտանգից։ Կամ շրջանցել այդ վտանգը, երևի թե այսպես ասեմ։ Կարող է հաշիվը 2-0 դառնալ եւ սա իրական հնարավորություն է Պորտուի համար, բայց այնպիսի խաղ է ընթանում, որ եթե նույնիսկ Պորտուն չօգտագործի այս հնարավորությունը, բնականաբար էլի պահեր ստեղծելու է եւ այս մեծ ճնշումը բերում է իհարկե 11 մետրանոցի, հենց այնպես չեղավ այս 11 մետրանոցը։ Շատ ծանր գրո էր իրականում։ Կա մրցավարի սուրիչը, տեսնենք Դավիթ Մուսախանյանն է այստեղ հարվածելու Պորտուի արձակվողը եւ փորձեց սպանեն գրավել դարպասը, բայց ստացվեց, լավ էր մտածել, գեղեցիկ գոլ կստացվեր, բայց Պորտուն չի օգտագործում իր հնարավորությունը 11 մետրանոցից եւ սա կարող է Ռեալի համար իհարկե ազանգ լինել եւ Ռեալը կարող է այս չօգտագործած պայի համար պատժել մրցակցի Չեկոյան, հետեւեց հարված Մկրտչյանը ամեն դեպքում հետ է մղում գնդակը, բայց այստեղ կար խախտում։ Եվ տեսնենք այս պահը ինչպես կօգտագործի Ռեալ Մադրիդը, հնչեց մրցավարի սուրիչը, Ղարիբյանից հարված եւ Մկրտչյանը հետ է մղում ամեն դեպքում այս փորձը։ Եվ Ռեալի ֆուտբոլիստները աչքի եզրում խաղարկեցին գնդակը։ Ղարիբյանն է այստեղ արդեն պահել գնդակը։ Եվ խախտում է արձանագրում հանդիպման մրցավարը։ Դևին քարտել կտեսնենք ձեռքով խաղերը անպակաս են դառնում։ Տեսնենք, հեռու է տարածություն իհարկե, բայց Ադամյանը սիրում է նմանատիպ տարածություններից կրակել, շատ ուժեղ աչոտք ունի Անդրանիկ Ադամյանը, բայց հատկապես ստանդարտների մասին է խոսքը, սովորաբար խաղից հեռվից շատ չի հարվածում, բայց չի հրաժարվում նմանատիպ տուգանայիններից եւ հարվածեց անդրադարձ, տեսանք գալիս է գնդակը Թորոսյանին եւ վերջինս այդ փոխանցում կատարեց դեպի Ավետիսյանը։ Մկրտչյան Պորտուի դարպասապահ գլորում է գնդակը ձախ եզր։ Արսեղյան հաջող խլում էր Լուկյանչիկ, մեկ հպումով Կիրազյանի ուղղությամբ փոխանցում եւ Ավետիսյանն այստեղ հեռացրեց գնդակը աչքի եզրից անկյունային կտեսնենք։ Տեսնենք, աչքի եզրից հետևում է նոթային փոխանցում, մի քանի անդրադարձ տեսանք ու արված դարպասից կլինի։ Մուսախանյանն է աչքի եզրով առաջանում, անկյունագծով ուղարկեց գնդակը Վալերի Բաբայանին աչքի եզր, այստեղից փոխանցում տեսանք ու Խիթարյանն տիրել գնդակին։ Մուսախանյանը փակեց այս փոխանցման ճանապարհը եւ հնարավորություն բացվեց։ Լավ էր մտածել նաեւ այս փոխանցումը կատարելիս։ Անդրանիկ Ադամյան պահեց գնդակը։ Մովսեսյան ձախ եզրով հետևեց
Փոխանցում Մովսեսյան։ Եվ Ֆերվից սպորտ լավ էր մտածված իրականում, բայց բարձր եւ շեղ ստացվեց։ Շեկոյան պայել է գնդակը։ Իր մոտ դեպի կենտրոն տեղաշարժվեց եւ գլորում է գնդակը։ Աչի եզր Մխիթարյան օթային փոխանցում։ Ձախ եզրից եւս մեկ փոխանցում տեսանք Ավետիսյանն ներածնում գնդակը, Շեկոյանը փորձեց պայել Թորոսյանն է։ Հաջող խլում կատարում։ Եվ Շեկոյանն այնտեղ Մխիթարյան հետ պայքարում, խախտում մրցավարը չէր տեսել, Լուկյանչիկին հասավ գնդակն այստեղ, բայց Ավետիսյանը ամեն դեպքում հեռացնում է եւ պետք է սպասել դադար է վերցնում հանդիպման մրցավարը։ Ադամյան գլխով փոխանցում դեպի Մուսախանյանը եւ դեպի Աչի եզր փոխանցում Վալերի Բաբայանը այստեղ շատ լավ եզրափակում է տալիս 2-0 շփոթեցրեց դարպասապային ու չգիտես ինչպես մոտակա անկյունն այստեղ որոշեց ոտնաթաթի ներսի հատվածով գրավել հետաքրքիր որոշում էր 2-0 է դառնում հաշիվը Պորտուն ամեն դեպքում իր առավելությունը մեծացնում է։ Դա չարեցին 11 մետրանոցից, բայց սենց այդ ժամանակ էլ եւ դրանից առաջ նույնիսկ երբ չէր վրիպել Մուսախանյանը նշեցի, որ Պորտուն ամեն դեպքում այս 11 մետրանոցից կարճած չէ եւ էլի պայր ստեղծելու են ու խնդրեմ ստացվում է այսպես գոլ խփել, բայց սա չնշանակի, որ խրախուսում է վրիպելը, բնականաբար ոչ 11 մետրանոցից վրիպելը Իհարկե շատ ծայրահեղ է եւ կապ չունի հաշիվ իրավիճակը, դա հասկանում են բոլորը։ Մկրտչյանը հետ մղեց գնդակը եւ այստեղ Լուկյանչիկից սպախներ երես թեքել ուղակի եզրափակում տվեց, բայց հորիզոնական դարպասաձողին դիպչեց գնդակը։ Աչի եզրից անկյունային Կիրազյանը կիրացնի, հետևում է օթային փոխանցում, Մկրտչյանը վերցրեց գնդակն այստեղ։ Եվ ուժեղ փոխանցում առաջ դեպի մրցակցի պաշտպանություն, Գալստյանը այստեղ կտիրի գնդակին։ Արիբյան գնում է դեպի կենտրոն եւ հարված այստեղ դեպի հեռավոր անկյունը եւս մեկ վտանգավոր փորձ, բայց Մկրտչյանն առայժմ բոլոր փորձերը հետ է մղում ընդունել այս մարտարաբերը դժվար հարվածներ Ռեալ Մադրիդից սեյվ էր Մկրտչյանից այսպիսի պայմանագիր է կապել կարելի ասել եւ կնքել Մկրտչյանը Բաբայան ձախ եզրում է Վալերի Բաբայանը թողեց գնդակը Մովսեսյանին, Անդրանիկ Ադամյան եւս մեկ փոխանցում, շատ լավ գրո է Պորտուից, հետևեց արված դարպասաձողին է։ Գնդակը դիպչում այստեղ Մուսախանյան եւս մեկ փոխանցում, այս անգամ դեպի կենտրոն Ադամյանը խլեց գնդակը մրցակցից, Տուգանային հրապարակում է, բայց Թովմասյանը ռիսկային եւ ամենայն դեպս մաքուր սանկումով լեռացնում է գնդակը։ Բարսեղյան դեպի Կիրազյանն Աչի եզր միանգամից փոխանցում եւ Մաքս Սարգսյանն է այստեղ տիրում գնդակին կարծես գիտեր գրոյի վերջին կետը որտեղ է լինելու, եկավ եւ այդտեղ տիրեց գնդակին։ Մուսախանյան դեպի Սարգսյանը։ Երևի ինքն էր սահմանել վերջին կետը այս գրոյի։ Մովսեսյան հերվից փորձ մտչեղ է ստացվում։ Բաբյանից փոխանցում այստեղ անդրադարձ Անդրանիկ Ադամյանն է տիրել գնդակին արդեն փոխանցում դեպի Աչի եզր Մաքս Սարգսյան եւ այստեղ Արպասապա Գալստյան տիրում գնդակին
Եվ մրցավարը այստեղ ոչինչ չէր տեսել։ Եվ ձախ եզրից հետևեց օթային փոխանցում, Պողոսյանն ու Գալստյան համատեղ ուժերով հեռացրեցին գնդակը։ Անդրանիկ Ադամյանն է աչքի եզրում։ Վարվածի փորձ այստեղ անդրադարձ, գնդակը աչքի եզրում է, Մակս Սարգսյանն է այստեղ, փոխանցում անդրադարձ։ Վերջին րոպեն է։ Առաջին կեսի Շեկոյանը գնդակ կլեց։ Ձախ եզրով փորձում է առաջ շարժվել։ Լուկյանչիկ։ Մնաց գնդակով Լուկյանչիկը եւ այստեղ խախտում է արձանագրում մրցավարը Սարգսյանի կողմից, իր կամքով չխախտեց Սարգսյանը, բայց այլ բան չէր կարող անել, արդեն ընկել էր եւ Տուգանային տեսնենք ինչպես կստացվի։ Գնդակի մոտ է Ղարիբյանը։ Տեսնենք ինչպես կստացվի։ Եվ կա մրցավարի ներողություն Սուրիչը Ղարիբյանից հետևում է Արված եւ Մկրտչյանը կարողացավ այդ մոտ։ Այս փորձը եւ վերջ բարեկամներ, ժամանակն արդեն ավարտվել էր եւ մրցավարը ուղարկում է հանգստանալու թիմերին Կաշկատը։
Բարեկամներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել Պորտուի եւ Ռեալ Մադրիդի միջև մրցավեճին երկրորդ խաղակեսն է մեկնարկել, հիշեցնեմ, որ սա Չեմպիոնների լիգայի վերջին, լիգայի փուլի վերջին 10-րդ տուրն է, այնպես որ այս խաղից հետո թիմերը կպատրաստվեն կամ play-in կամ play-off-ին արդեն եւ որոց այստեղ Մկրտչյանը այսպես քայլելով վերադարձավ դեպի դարպասը, բայց ամեն դեպքում վտանգավոր էր, այս բա չես կարող վտանգավոր չհամարել, Ռեալը փորձում է, այնպես որ Ռեալը ինչ որ բանի է սպասում, բնականաբար իր գրոները ձեռնարկում է, բայց հեշտ չէ Պորտոյի պաշտպանություն մտնելը, դա մենք գիտենք իհարկե։ Հետևեց փոխանցում Լուկյանչիկը, տիրում է գնդակին եւ հերվից արված հետևեց ու գնդակը ցանցում այտվեց։ Ռեալը արագորեն կրճատում է հաշվի տարբերությունը եւ Լուկյանչիկը շատ հերվից այսպիսի դիպուկ հարված է կատարում, այստեղ այդքան ուժգնություն է, էական չէ, որքան դիպուկությունը Մկրտչյանն էլ միգուցե չէր սպասում, այսպիսի դիրքից նմանատիպ հարվածի և Պորտուն բաց է թողնում, իհարկե շատ դրական բաներ կարող ենք ասել Պորտուից և դա իրոք այդպես է, բայց այս խնդիրը կա, խոսքը գոլեր բաց թողնելու մասին է, իրականում պետք է Պորտուն որոշակիորեն այդ ուղղությամբ աշխատի, թեպետ այսքան խոսում եմ իհարկե, բայց չեմ էլ ցանկանում լիգայի փուլը հիմք ընդունել առաջին խաղակեսում էլ նշեցի եւ այդ կարծիքին առաջին տուրից եմ եղել, որ ամեն դեպքում շատ խաբուսիկ է այս լիգայի փուլը եւ հարաբերական, քանի որ չկա այդ լարվածությունը որպես այդպեսին, օրինակ առաջնության հետ էլ չես կարող համեմատել հերթական տուրի հանդիպման, քանի որ փաստացի չեմպիոնության համար պայքարող թիմի համար յուրաքանչյուր տուր դառնում է չեմպիոնական եւ եզրափակիչ, այսպես ասեմ, որտեղ միավոր կորցնել չի կարելի, իսկ այստեղ այդ միավոր կորցնելը շատ մեծ բան չի փոխելու։ Այո, իհարկե իր ազդեցություն ունենալու է, բայց ոչ այդքան, որքան օրինակ հաջորդիվ սպասող խաղերն են լինելու, որտեղ պարտվելը կարող է ընդհանուր միջև լիգայից մրցաշարից դուրս մնալու վտանգ ունենալ։ Այնպես որ այս առումով էլ կարելի է մտածել, բայց Պորտուն այն թիմն է, ում համար չեմ կարծում, որ որևէ խաղ տարբերվում է մյուսից։ Բնականաբար բոլորն էլ Պորտուի համար լուրջ խաղեր են, մոտեցումը Պորտուի միշտ լուրջ է եղել։ Հերվից հարված հետևեց եւ բացի դրանից այստեղ ամբիցիոզ ֆուտբոլիստներ են խաղում, օրինակ դարպասապայի դիրքից միջև հարձակման կրակակից, որտեղ յուրաքանչյուրն ուզում է, ցանկանում է անել առավելագույնը։ Իր դիրքում պաշտպանվել առավելագույն կերպով թույլ չտալ մրցակցին։ Լուկյանչիկ հերվից եւս մեկ փորձ անդրադարձ եղավ այստեղ ու դարպասապա Մկրտչյանը տիրում է գնդակին։ Նետում է Մկրտչյանը դեպի Ադամյանը։ Փոխանցում դեպի ձախ եզր։ Գալիս է գնդակը կենտրոն Մաքս Սարգսյան եւ Ղարիբյանը այստեղ փորձեց խլում կատարել։ Մրցավարը խախտում է արձանագրում։ Կա մրցավարի Սուլիչը, Ղարիբյանը հետևեց հարված եւ Մկրտչյանը ոտքով է հեռացնում այստեղ գնդակը։ Թորոսյանը խախտեց կանոնները եւ նորից Ղարիբյանի հետ պայքարում խաղի կանոնների խախտում, բայց սա արդեն մանր խախտումների չարքից էր, թեպետ Ղարիբյանին ամեն դեպքում լուրջ վնասվածք է Թորոսյանը կարծես թե հասցրել, այո։ Կանգնեց մի պա Ղարիբյանը, կիսականգնած այսպես վիճակում էր, բայց էլի նստեց խոտածածկին, հուսանք որ լուրջ չէ, Ռեալի պաշտպանի վնասվածքը հիմա անցանկալին է, իրականում հնարավոր է, այո, մեր այս պայդրությամբ այդ գլխավոր ֆավորիտները որոշակիորեն ստվերել են մնացած թիմերի խաղերը, սա եւ լավ եւ վատ իմաստով, բայց
մենք շատ լուրջ պայքար ենք տեսնելու լիգայի փուլում բարեկամներ, հավատացնում եմ ձեզ, իր ինտրիգով չի զիջելու Չեմպիոնների լիգային իր հետաքրքրությամբ, բայց բնականաբար տարբերությունը կա, քանի որ սա որպես այդպիսին 1 աստիճան բարձր է համարվում Չեմպիոնների լիգայում պայքարը ավելի լուրջ է լինելու, դա միանշանակ այդպես է, փաստ է դա, բայց լիգայի փուլից հետո, որտեղ play-in-ի խաղերում կլինեն պարտվողներ, փոքր լիգան եւս զարդարելու են եւ շատ հետաքրքիր է նաեւ այնտեղ լինելու ներողություն, բայց հաջորդիվ ԱՄՖ-ի գլխավոր նպատակն այն է, որ միայն 1/8 եզրափակիչը չլինի վերջին կետը շատ թիմերի, ովքեր play-in-ից կանցնեն օրինակ եւ 1/8 կպարտվեն, այլ հաջորդ մրցաշրջանում այնպես է լինելու, որ այդ թիմերը եւս թեկուզ հասնեն միջև 4-րդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, ամեն դեպքում միանգամից չավարտեն մրցաշարը, այլ շարունակեն իրենց պայքարը։ Դուք էլ կարծում եմ հասկանում եք, թե ինչ պատճառով։ Ձախ եզրից հետևեց օթային փոխանցումը Կրչան այստեղ տիրում է գնդակին, Պորտոյի դարպասապա տարբերակներ փնտրում գլորեց գնդակը։ Ներողություն, ձախ եզր Շավետիսյան, վերջինս հետ է ուղարկում գնդակ։ Դարպասապա Մկրչարին Թորոսյան ուղարկեց գնդակը դեպի Սարգսյանը, վերջինս առաջ է ուղարկում։ Գնդակ անդրադարձ եղավ այստեղ Լուկյանչիկ։ Երևի թե վերջին անգամ ենք մենք տեսնում, որ այսքան բացակայության պայմաններում է Պորտուն ներկայանում հանդիպմանը, արդեն հաջորդ խաղերում կարծում եմ ամբողջական հայտարարությամբ կլինեն, որտեղ կլինի Վանիկ Պետրոսյանը, Կոշկարյանը, Վարդան Պետրոսյանը, Մանուչարյանը, Մարտիրոսյանը եւ էլի ֆուտբոլիստներ, որոնց հիմա բոլորին հիշել չեմ կարող, Մարկարյանը կվերադառնա նաեւ Լուկյանչիկ պայել է գնդակը։ Լուկյանչիկն այստեղ գալիս է գնդակը, կենտրոն Բաբայանը խանգարում է մրցակցին, Լուկյանչիկ փոխանցում դեպի Աչի եզր Իրազյանը պայել է գնդակ տիրմոտ, թողեց Բարսեղյան Ինգրոյի շարունակությունը եւ խլում են գնդակը Պորտոյի ֆուտբոլիստները, Բաբայանը շարժվեց առաջ, փոխանցում Մուսախանյանին ձախ եզր, բայց փոքրինչ տապեց Մուսախանյանն այստեղ Վետում փոխանցում առաջ Մովսեսյան Իրազյան աչի եզրում պայել է գնդակ ուղարկեց դեպի կենտրոն Վալերի Բաբայան եւ գնդակի աջող խլում Պորտոյի ֆուտբոլիստների կողմից դեպի ձախ եզր Մովսեսյանը տվեց փոխանցում եւ անդրադարձ տեսանք այստեղ Գալիս է գնդակը Ավետիսյանին, ով ուղարկեց ձախ եզր եւ Բաբայանն այստեղ լավ է շրջվում Բաբայանը, ըստ դիմավորեց Ռեալի ֆուտբոլիստը մրցակցին ու գնդակ կարողացավ խլել եւ այստեղ է արդեն Ավետիսյանը եւ խախտում արձանագրեց մրցավարը Սարգսյան աչի եզրում է Մաքս Սարգսյանը Հաջող անցում փորձում է կատարել Շեկոյանի հետ պայքարում Մովսեսյանի ուղղությամբ փոխանցում, բայց խլում են գնդակը եւ փորձում առաջ գնում Ռեալի ֆուտբոլիստները Շեկոյան տեղաշարժվեց դեպի կենտրոն, հետևեց նաեւ փոխանցում ու Ավետիսյանը տիրում է գնդակին ձախ եզրով կփորձի գնալ առաջ, անդրադարձ տեսանք այստեղ Լուկյանչիկ եւ փոխանցում առաջ Անդրանիկ Ադամյանն է արձագանքում Մովսեսյան եւ փոխանցում դեպի Ավետիսյանը ձախ եզր Թային փոխանցում դեպի աչի եզր է գալիս գնդակը Սարգսյան Սարգսյանից հետ փոխանցում դեպի Մկրչյանը Ադամյան եւ ուղարկեց գնդակը աչի եզր Անդրանիկ Ադամյանը Սարգսյանից դեպի կենտրոն փոխանցում Մովսեսյան Ավետիսյանը ձախ եզրում է Վալերի Բաբայան, ուղարկեց գնդակը աչի եզր Մաքս Սարգսյանն է արդեն շարունակելու թիմի գրոհը Բաբայան թողնում է գնդակը Մովսեսյանին այստեղ փոխանցում դեպի աչի եզր, բայց տիրել են գնդակին արդեն Ռեալի ֆուտբոլիստները եւ փորձելու են առաջ գնալ
Ինչ է որոշում։ Մրցավարը եզրից նետելու են Պորտոյի ֆուտբոլիստները։ Բաբայան, բայց գնդակի իր մոտ անդրադարձ այստեղ տեսանք, Թորոսյան եւ հետ փոխանցում դեպի դարպասապա Մկրտչյանը, վերջինս պայել է գնդակը եւ ուղարկում է ձախ եզր Շավետիսյան։ Բաբայան, տեղաշարժվեց կենտրոն։ Եվ ֆորվարդով է ավարտում այս դրվագը Բաբայանը, լավ անցումներին ամեն դեպքում փակեցին Անդրանիկ Ադամյան եւ աչ եզր ուղարկեց։ Գնդակ այստեղից եւս մեկ փոխանցում ու անկյունային կլինի։ Աչ եզրից Սոթային փոխանցում, գալիս է գնդակը ձախ եզր եւ ֆորվարդի փորձ տեսանք այստեղ։ Արաբացից կորշ։ Եվ տեսնենք այս փորձը ինչպես է ստացվելու։ Տվեց փոխանցում Թորոսյանն էր պաստավոր դիրքում։ Բայց չստացվեց հարված է։ Եզրային նետում կլինի։ Տվեց դեպի Լուկյանչիկը փոխանցում ձախ եզր, սպայել են գնդակը Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները։ Մուսախանյան փոխանցում դեպի Վալերի Բաբայանը, վերջինս պայել է գնդակն իր մոտ, Լուկյանչի կրունկով թողեց Թովմասյանին։ Եվ Անդրանիկ Ադամյան այստեղ փոխանցում դեպի աչ եզր, Թորոսյան։ Մկրտչյանն էլ պայել գնդակը, նորից Թորոսյան, մի քանի անդրադարձ։ Դարպասապա ուժեղ փոխանցում է կատարում առաջ, այստեղ է Գալստյանը։ Ռեալից եւ ուղարկեց կենտրոն գնդակը։ Բարսեղյան փոխանցում դեպի աչ եզր, ստանում է պատասխան փոխանցումը։ Եվ դեպի Շեկոյան, ով Տուգանային հրապարակում է, բայց չհասցրեց ամեն դեպքում կատարել այն հարվածը, որը ցանկանում էր կատարել, եւ գնդակը անցնում է Պորտոյի ֆուտբոլիստներին։ Ռեալը ամեն դեպքում զգում է, կարող է հասնել ոչ ոքին այս խաղում, հաշվի տեսանկյունից, խաղի ընթացքում իհարկե եւ միջև վերջ չեմ ասում հնարավոր կլինի պայել թե ոչ, բայց երկրորդ գնդակը, որ շուտով կարող է խփել Ռեալը, դա ամեն դեպքում իրատեսական պետք է համարել, տեսնենք Պորտուն կարողանա վերականգնել իր երկու գնդակի առավելությունը թե ոչ։ Աչ եզրում է գնդակ է տվեց փոխանցում այստեղ եւ անկյունային կլինի ցույց է տալիս մրցավարը։ Եվ հետևեց օթային փոխանցում, հարված էլ տեսանք, բայց գնդակը գալիս է աչ եզր, որտեղ Մխիթարյանն է։ Եվ այստեղից դեպի կենտրոն փոխանցում, Ավետիսյանը փորձեց հաջող գործել, Շեկոյան։ Թորոսյանն է տիրում գնդակին, Մովսեսյանից դեպի աչ եզր փոխանցում։ Եվ եկավ գնդակը Վալերի Բաբայանին, վերջինս փորձում է անդրադարձ Գալստյանից եւ Լուկյանչիկը հեռացնում է գնդակ, Ավետիսյան փոխանցում դեպի Մովսեսյանը։ Եվ վերջինս ձախ եզրը ուղարկում գնդակը Մուսախանյանի ուղղությամբ, այստեղից հետ փոխանցում Ավետիսյան։
Մկրտչյանը գլորեց դեպի ձախ եզր, սպորտուն շատ հանգիստ գնդակ է խաղարկում։ Խորքից փոխանցում տեսանք առաջ Բարսեղյանը պայել է գնդակը։ Եզրային նետում է լինելու։ Կարգում են գնդակը։ Փորձում առաջ գնալ Ռեալի ֆուտբոլիստները Շեկոյանի ուղղությամբ փոխանցում, վերջինս պայել է գնդակն իր մոտ, բայց Ավետիսյանը կարճեց այստեղ գնդակից, վարված դարպասից կլինի։ Եզրային նետում կլինի։ Եվս մեկ եզրային նետում ենք տեսնում, դեպի դարպասապա Մկրտչյանը փոխանցում հետևեց Թորոսյան։ Մանր քայլերով Պորտուն կփորձի գնալ առաջ, նորից դեպի դարպասապա Մկրտչյանը, վերջինս ձախ եզր է ուղարկում գնդակը Ավետիսյան։ Եվ լավ փոխանցում էր Շադամյանի ուղղությամբ, տեսնենք այս փորձը Պորտու ինչպես է ստացվելու, բայց Պողոսյանը հասցրեց հեռացնել գնդակը, անկյունային կլինի։ Լավ գրոհ, այստեղ Մովսեսյանն էլ իհարկե ճիշտ դերակատարում ունեցավ, իր վրա հրավիրեց աչի եզրային պաշտպանին եւ Ադամյանը առաջացավ դեպի այդ գոտի, հետաքրքիր է, այստեղ մտահղացում էր, շարունակություն էր գրոյի եւ այսպես ճանապարհ բացվեց արդեն Ադամյանի առջև։ Ձախ եզրից տեսնում ենք ցածրից փոխանցում, այսպիսի որոշում հետևեց Վալերի Բաբայանից։ Մուսախանյան դեպի Ավետիսյանը միանգամից ստացավ պատասխան փոխանցում։ Մուսախանյանը տեղաշարժում է կենտրոն եւ ուղարկում գնդակը Մովսեսյանին, ինչպես են մտածում այս ամենը Պորտոյի ֆուտբոլիստները, դա արդեն հետաքրքիր է իհարկե։ Աչ եզրից հետևեց Օթային, փոխանցում հասցրեց դարպասապա, հակառակ դեպքում երկրորդ գոլը անկյունայինից կտեսնենք։ Թորոսյան ուղարկում է գնդակը կենտրոն եւ Գալստյանն այստեղ առաջ ուղարկեց գնդակը դեպի Մխիթարյանը եւ վերջինս պայել է գնդակն իր մոտ, ուղարկում է դեպի Շեկոյանը, ստանում պատասխան փոխանցումը Ղարիբյան եւ հասցրեց Թորոսյանը հեռացնել գնդակը եւ բաց ոտքով խաղ այստեղ մրցավարը չէր տեսել, թույլ տվեց շարունակել պայքարը եւ Անդրանիկ Ադամյան արդեն աչի եզրում լավ որոշում էր, փոխանցում դեպի Մովսեսյանը եւս մեկը եւ հրաշալի գոլ է ուղակի Պորտուն խփում։ Չկարողացավ Ռեալը կանխել այս ամենը, շատ ակնհայտ, բայց նույնքան արդեն դժվար իհարկե խաղարկումներ Պորտուն առաջարկեց մրցակցին եւ Մուսախանյանը վերջին հարվածը կատարեց, բայց այստեղ փայլեցին ուղակի պաշտպանները Ադամյանի անցումը, Մովսեսյանի մեկ հպումով փոխանցումը եւ ամեն ինչ այստեղ իր տեղում էր։ Մուսախանյանը ամեն դեպքում գոլ խփում է այստեղ։ Եվ առաջին գոլն է սա Մուսախանյանի այս խաղում, Մովսեսյանի երկրորդ, եթե չեմ սխալվում, գոլային գործողությունը, նա ասիստ էր կատարել է Մաքս Սարգսյանին։ Մուսախանյանը ուղեց նաև իր սխալը, քանի որ 11 մետրանոցից աչքի չէր ընկել, ճիշտ է, շատ այսպես ժամանակային առումով շատ անցավ միջև այսպես ասած իր սխալն ուղեց Մուսախանյանը, բայց փաստացի իր գոլը խփում է, թեպետ Մուսախանյանը այնքան շատ արդյունավետ գործողություններ է կատարել, այնքան օգուտ է տվել իր թիմին, որ օրինակ որերորդ րոպեն է, 45-րդ րոպեից սկսած, հիմա հետևենք այս գրոյին, Բաբայանը արվածեց, բայց հեռացված է գնդակը, կարող է այս պայից սկսած Մուսախանյանը մոտ 50 խաղ անընդմեջ ուղակի սխալվել, այդքան շատ օգուտ է տվել իր թիմին իհարկե։
Եվ հետաքրքիր փոփոխություն է Ռեալի կազմում տեղի ունեցել դիրքային առումով, փաստորեն դարպասապայի դիրքում այս պահին Թովմասյանն է, իսկ Գալստյանը կխաղա առջևում։ Այսպիսի փոփոխություն է եղել։ Ղարիբյան խորքից դեպի Աչիեզեր փոխանցում, Գալստյանը ընդունեց գնդակը եւ խախտում է մրցավարն արձանագրել։ Եվ Տուգանային տեսնենք ինչպես կստացվի։ Չորս րոպե ունենք բարեկամներ մինչև հիմնական ժամանակի ավարտը։ Կա մրցավարի սուրիչը, տեսնենք, Աչիեզրից հետևեց արված և Մկրտչյանը հասցրեց ոտքով հեռացնել այստեղ գնդակը։ Պատի տակով անցկացրեց Սպարսեղյանը գնդակն այստեղ։ Հետևեց փոխանցում այստեղ հեռացված է գնդակը։ Եվ խախտում է արձանագրում մրցավարն այս դրվագում։ Կա մրցավարի սուրիչը Լուկյանչիկ ուղարկում է գնդակը։ Ձախ եզր, Դիթարյան հետևեց արված դարպասապահ։ Այդ մղեց Սարգսյանն է այստեղ, Գալստյանը փորձեց խլում կատարել, բայց ձեռքով խաղ կար, ոչ, բաց ոտքով։ Գնաց մրցակցի վրա Ռեալի ֆուտբոլիստը։ Խախտում է արձանագրում։ Նորից մրցավար այստեղ։ Մկրտչյան, Ավետիսյան ձախ եզրում։ Մկրտչյան, դեպի Ավետիսյանը ձախ եզր։ Ադամյան մեկ հպումով ուղարկեց գնդակը Վալերի Բաբայանին։ Եվ փոխանցում ձախ եզր լավ էր մտածված, Ավետիսյանը պահեց, Ավետիսյանը արվածեց և գրավեց դարպասը, ևս մեկ գոլ Պորտուից, այսօր պաշտպաններն ուղղակի փայլում են, յուրաքանչյուր գոլի մեջ մեկ ներգրավվածություն գոնե ունեցել են, այստեղ ուղիղ գոլ խփեց պաշտպան Ավետիսյանը, բայց մինչև այդ Մովսիսյանն էր ասիստներ կատարել, Ադամյանն էր կառուցել, երրորդ գոլը մի խոսքով այսօր իսկապես պաշտպանները Պորտուի փայլում են։ Եվ ոչ թե իրենց հիմնական պարտականությունների մասին է խոսքը, այլ գրոհելիս։ Շեյկյանը փոխանցում կատարեց ձախ եզր։ Հետևեց ձախ եզր։ Փոխանցում։ Թորոսյան փորձեց գնդակին, Շեյկյանն է արձագանքում ձախ եզրում դեպի Մխիթարյանը, փոխանցում կենտրոն եւ այստեղից տեսնենք ինչ փորձ կլինի, Մխիթարյանը արվածեց, փակում են պաշտպանները, Մովսեսյան եւ դեպի ձախ եզրը ուղարկում գնդակը Վալերի Բաբայան։ Մովսեսյան պահել է գնդակը։ Պորտոյի ֆուտբոլիստը ուղարկեց ձախ եզր Վալերի Բաբայանի ուղղությամբ եւ Մաքս Սարգսյան արդեն աջ եզրում տեսնենք ինչ է մտածել, այստեղից սարվածի փորձ եւ դարպասապահ հեռացրեց գնդակը։ Տեսնենք Պորտուն ինչպես կխաղարկի։ Մուսախանյան լավ էր մտածել,
Վալերի Բաբայան եւ վերջ մրցավարն ավարտում է բարեկամներ։ Դիմակայությունը ավարտված է։ Հանդիպումը շնորհավորում ենք Պորտուին, կվերադառնանք քիչ անց։